Հայոց մեր վանքերից մեկում այսօր բացահայտելու ենք հոգատարության ուժը։ Երբեմն մեզ թվում է, որ պատմության մեջ հավերժ մնալու համար պետք են ինչ-որ մեծամեծ ու հանճարեղ գործեր։ Արի ու տես, որ երբեմն բավարար է լինում ընդամենը թեկուզ փոքր գործի մեջ հսկայական հավատարմությունն ու իրական ազնվությունը։ Հաղարծնի վանքում կարող եք սրա հրաշալի մի օրինակ գտնել, բայց գտնելու համար պետք է լավ տեսողություն ունենաք։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գավիթում շատ մութ է, քանդակն էլ խնամքով թաքնված, բայց եթե լույս գցեք ու ձախ անկյունում նայեք վերև, ապա կտեսնեք դարեր առաջ այս վանքում սպասավորող Սիմեոն տնտեսին։ Տեսեք, ձեռքին շերեփ ունի, արձանագրությամբ էլ խնդրում է, որ աղոթենք իր համար։ Սիմեոն տնտեսի մասին պատմությունը լռում է։ Գրեթե ոչինչ չգիտենք, բացի նրանից, որ 13-րդ դարում այս մարդը գործել, ապրել, արարել ու հոգատար է եղել Հաղարծնի վանքում։ Եվ վանականները նրան այնքան են սիրել եւ լցված են եղել այնպիսի շնորհակալությամբ, որ իրեն հավերժացրել են եւ վանքում ստեղծել են, կարծես, շնորհակալության քարեղեն վկայություն։ Սիրենք մեր աշխատանքը։ Գուցե մեր հարազատների համար էլ մենք ենք Սիմեոն տնտես։